Բարի օր իմ շատ սիրելի հետևորդներ։ Սկսում եմ նոր վլոգ նկարել տնային, այսպես դեռ տանն եմ, այսօր ճիշտ աշխատում եմ, բայց դեռ տանն եմ։ Այսօր ամսի 13-ն է մարտի, մեր մոտ այնքան լավ եղանակը, այսքանի օրը ուղղակի գարուն է, այսպես տաք, հավեսին, արևոտ, որ չես ուզում ընդհանրապես տանը նստել, բայց դե ես աշխատում եմ, պետք է իջնեմ աշխատանքի եւ ուզեցա այսպես բոլորիցս շնորհակալություն հայտնեմ բոլոր լավ խոսքերի, շնորհավորանքների համար։ Ես էլ այսպես ճիշտ է բոլորիդ հատ-հատ պատասխանել եմ կոմենտարիաներում, բայց ես էլ այսպես շնորհավոր եմ մեր բոլոր աղջիկների կանանց միամսյակը, թող ոչ միայն այս մեկ ամիսը, այլ ամբողջ տարին լինեք ուրախ, երջանիկ, առողջ, ձեր սիրելիների կողքին, գնահատված եւ սիրված։ Ու քանի որ շունիկից կերակրում էի, հիշեցի Սյուզաննան, եթե չեմ սխալվում, իմ լավ հետևորդը ինձ հարց էր տվել, թե ինչով են կերակրում շունիկին, քանի որ ինքն էլ շունիկ ունի, եւ որոշեցի այսպես պատասխանեմ։ Ուրեմն, երբ որ Մալինկային զավոճիկից գնեցինք, ինքը ուտում էր Ռոյալ Կանինի 4 կերերը, թատիկավոր գրանուլները, ու երևի մինչև 6-7 ամսական դրանից է կերել։ Հետո փոխեցինք ժիտկի Ռոյալ Կանինը ու ահագին ժամանակ ինքը այդ կերն էր ուտում, շների համար նախատեսված։ Բայց հետո փոխեցինք իր կերը, շատ ավելի լավ, ճիշտ է, հիմա անունը չեմ հիշում, ավելի այսպես հարուստ բաղադրությամբ կերով ու ահագին ժամանակ այդ կերն էր ուտում, բայց հետո սանկցիաների պատճառով այդ կերը մեր մոտ էլ չներկրեցին ու ստիպված եղանք փոխել, այդ ընթացքում շատ կերեր փոխեցինք ու Մալինկայի ստամոքսը մի փոքր դրանից տուժեց եւ վատացավ ինքը, հետո բժիշկը խորհուրդ տվեց, որ կերակրենք ծյոմայով, դետսկի պիտանյա, մանկական կեր ծյոմայով, կերակրեցինք ծյոմայով, իր դեղերը խմեց եւ այդ ամբողջը անցավ։ Ինքը ծյոման ուտելուց հետո բնականաբար ծյոման ամբողջովին միս է ու այդպես բաղադրության մեջ հատկապես ոչ մի ավելորդ բան չկա։ Ինքը ծյոման ուտելուց հետո հրաժարվեց ընդհանրապես շների կենդանիների համար նախատեսված կերուտի։ Ինքը մնաց ծյոման ուտելով։ Ահագին ժամանակ, երևի արդեն մի 4 տարի, 3-4 տարի ինքը ծյոմայ է ուտում։ Ու այս վերջերս նաև հայտնաբերեցինք այսպիսի մանկական կեր, նույնպես բաղադրություն ամբողջովին ինքը հավի միսա, կամ ինքը ուտում է հավի մսովը կամ տավարի մսովը։ Եվ փորձեցինք իրան ավելի շատ դուր եկավ, քան ծյոման, որովհետև ծյոման երկար ժամանակ ուտելուց հետո արդեն ինքը այսպես հաճույքով չէր ուտում։ Հետո փոխեցինք սրանից եւ ամբողջովին ինքը հավանեց եւ կարելի ասել հիմա ծյոման 1-1 ենք տալիս ու այս սրանից է ինքը ուտում։ Այս մի տուփը, մի բանկան 2 անգամվա է ուտում, չնայած որ ինքը մենք ինչ ուտում ենք, միս, բանջարեղեն, մի խոսքով ամեն ինչ ինքը ուտում է, մենակ սրա հույսին չի, ինքը ամեն ինչ ուտում է, ինքը սովորած է եւ միրգ է ուտում, եւ բանջարեղեն է ուտում, հատկապես եփած կարտոշկա գալար, շատ է սիրում։ Բայց դե հիմնական իր կերը սա է։ Ինքը ուտում է սրանից կամ ծյոմը։ Սյուզաննա ջան, հույս ունեմ բավարար պատասխանեցի քո հարցին։ Այդպես դա էլ Մալինկայի կերը։ Հիմա նախաճաշում եմ, չնայած որ ժամը արդեն 11:30-ը, նոր ես նախաճաշում եմ, պատրաստեմ եւ իջնեմ աշխատանքի, որովհետեւ մինչեւ երեկո համարը ժամի 9-ը աշխատելու եմ։ Այդպես տեսնենք հետո էլ ինչ ենք նկարելու մեր վլոգի մեջ։ Եվ վերջապես մեր ջահը կանխեցինք, շատ գեղեցիկ ստացվեց։ Եթե ինչ-որ մեկի հետաքրքիր կլինի, արտիկուլը գրեք կթողնեմ։ Եվ ընդհանուր ինտերիերի հետ շատ համահունչ է։ Այսպես։ Ոյ, մեկ լամպոչկան չի վառում, խի։
Սա էլ էսպիսի ավելի տաք երանգ ընտրեցինք այս լամպաներին, ոչ թե սառը սպիտակ, այլ դեղնոտ, այսպես ավելի հանգիստ է, անցածինը այդ լամպոչկաները սպիտակ լույսեր, իրանք շատ այսպես աչք ծակող անհանգիստ լույսեր, իսկ սա շատ հանգիստ, հատկապես երեկոյան, ուղղակի շատ հանգիստ է այս տաք լույսով, այդ հիմա տղաները գան տեսնեն խիաս մի լամպոչկային այրվել է երևի, ոչ մեկ, ոչ երկու, այսպիսի տեսք ունի ինքը, շատ գեղեցիկ է, կեսը այսպես քարիկներով է ու երկաթից մասեր ունի, արդյունքները կեսը առանց երկաթա, ինքը կաթնագույն ու ոսկեգույն է, կա սրա մեծը, կարծեմ 14 լամպերով է, սա 8 հատով է իմը, կա ավելի փոքր 5 հատով էլ, բայց այստեղին ինքը շատ համահունչ է այս չափը, մեծը պետք չէր, փոքրն էլ փոքր կլիներ։ Եվ ինչ եմ անում, ինչ եմ բերել այստեղ, ցանենք զատիկի կանաչին միասին, ինտերնետում այսօր քանի օր աչքս ընկնում է, մի ձև են անում, լյոնի սերմերից, հիմա ես եմ ուզում, այս վազայի մեջ եմ անելու, հիմա միասին փորձենք անել, և տեսնենք ինչ կստացվի, բայց դե ես ունեմ այնտեղ արդեն ցանած, իհարկե իրան չէի ցանել զատիկի համար, ես սա մաշ է, իրան ցանում եմ, երբ որ ինքը ծլում է, սկսում եմ ուտել, շատ համեղ է և շատ օգտակար, բայց քանի որ ինքը այսպես բարձրացավ, իրան թողեցի, որպես արդեն թող բարձրանա այսպես էլ կարելի է ուտել զատիկից հետո, բայց ինձ թվում է ինքը մինչև զատիկ չի ձգի, որովհետև արդեն լավ երկարացել է, բայց տեսնենք, եթե մնա, եթե չէ, հիմա նոր դնում եմ, կլինի, և այսպես փոքր վազի մեջ տեղափոխեցի մի քանի հատ, իրանք էլ այսպես լավ աճել են, պետք է ուղղակի բերեմ ջրեմ, և այսպես, ճիշտ է, ես չգիտեմ, միգուցե պետք է թռչեի, այս լյոն հայերեն երևի կտավատի սերմ կլինի, պետք է ինձ թվում է թռչեի մեկ թողնեի, նոր դնեի լցնեի բամբակների վրա, բայց այդքան ժամանակ չունեմ, հաստատ եթե թողնեմ, էլի կմնա, այստեղ այսպես բաժակ եմ դրել, տեսնենք ոնց կլինի, նույնպես պատել եմ սերմերով, ու այստեղ քիչ է, մի քիչ այստեղից վերցնենք, էլի սերմերով պատել եմ, պետք է գեղեցիկ ինքը կանաչ դառնա, ու այստեղից այսպես դուրս գա, այստեղ ազատ պետք է լինի, հիմա կփաթաթեմ սննդային թաղանթով, որպեսզի ջերմոցի պես պատ սարքեմ և շուտ աճեցնեմ, ինքը շուտ կծլի այդպես, եթե այսպես դնեմ, ինձ թվում է շուտ կչորանա ու այդպես էլ չի ծլի, ու մի բան էլ ասեմ, ջրելը այս մանավանդ որ նոր է, ինձ թվում է ավելի հարմար կլինի փչելու այն տարաներից լինի, որպեսզի ջուրը ցողել, այլ ոչ թե լցնել, որովհետև լցնելուց ինքը տեսնում եք մի փոքր սերմերը տեղաշարժվում են, դրա համար աշխատանքից տեղում ունեմ այդպիսի մաքուր բան կա, որ կարամ ցողեմ, կբերեմ հետս, քանի դեռ ինքը չի ամրացել, դե երբ որ արմատները տա մտնի բամբակի մեջ, արդեն հեշտ կլինի, բայց քանի դեռ չկա արմատներ, ինձ թվում է ավելի հեշտ կլինի ցողել ջրով, և հիմա փաթաթեմ սա, ու տեսնենք ինչ կլինի արդյոք, թե չի լինի, չնայած որ բոլորով ասում են, որ կլինի, ինտերնետում նայում եմ, ասում են, որ կլինի, հիմա փաթաթեմ, արդեն երեկո է, տեսնեմ ինչ եմ պատրաստում, դա ինչ տեսնենք էլ ինչ ենք նկարում այս վլոգում, որովհետև շատ երկար եմ արդեն նկարում, երևի ամսվա սկզբից նկարում եմ, հիմա արդեն ամսի 24-ն այսօր երևի 24-ն է, բայց նկարում եմ երևի 10-ից, 9-ից, 8-ից, 9-ից երևի կամ էլ 10-ից եմ նկարում, բայց դե հույս ունենամ կավարտեմ և կտեղադրեմ, այդպես միացնեմ, աշխատանքի վայրում եմ, մի փոքր ժամանակ ունեմ, որոշեցի եղունգներս փոխեմ, ձևափոխեմ, արդեն ժամանակներ,
Եվ մի բան ասեմ, երեխեք ջան, երբ որ ինչ-որ մի բանի արտիկուլ գրում հարցնում եք, խնդրում եմ կոնկրետ գրեք ինչի արտիկուլն է ձեզ հետաքրքրում, որպեսզի ես կարողանամ կոնկրետ ձեզ արտիկուլ տամ, որովհետև վերջին տեսահոլովակի ընթացքում գրել էի կրեմի արտիկուլը գրի, բայց ինչ կրեմ, ընդհանրապես չհասկացա ճիշտն ասած, ինչ կրեմի մասին է խոսքը, դրա համար եթե հարցնում եք ինչ-որ մի բանի արտիկուլ, խնդրում եմ հարցրեք կոնկրետ, որպեսզի ես կարողանամ կոնկրետ ձեզ պատասխանել։ Այսպիսի ռոզովի գույն եմ արել, այս ձեռքս արդեն արել եմ 3 առաջի օրը, հիմա երկրորդն եմ անում։ Իմ մոտ դիաուներն այդպես է ստացվում։ Այսօր էլ աշխատանքից հետո կգնամ մազերս կներկեմ, քանի որ արդեն ահա որ սպիտակել է։ Եվ կարգի կբերեմ ինձ։ Հիմա մանիկյուրս կվերջացնեմ, արդեն 10 րոպեից հաջորդ հաճախորդս կգա, առաջին հաճախորդս եկել է, հիմա երկրորդը կգա։ Եվ եւս երկուսը ու վերջ։ Այսօր 4 հաճախորդ ունեին։ Այդպես։ Ու տեսնենք էլ ինչ ենք նկարելու, քանի որ վլոգը շատ երկար ստացվեց, ինչի է երկար ստացվում։ Ճիշտն ասած, եթե այսպես կոնկրետ ինչ-որ մի բան չկա նկարելու, ես չեմ սիրում հենց այնպես ուղղակի նկարելու համար, որ ուղղակի այսպես պլյուս դնելու համար, որպեսզի նկարեմ, ճիշտն ասած, այդպես է իմ մոտ, չգիտեմ, դա այդքան էլ լավ չի, քանի որ ալիքի ակտիվը ընկնում է, բայց ամենայն դեպս դա այդպես է, եթե ես ինչ-որ մի բան չունեմ ձեզ խորհուրդ տալու, ցույց տալու, ասելու, իմաստ չեմ գտնում ամեն օր ցույց տալ նույն բանը, որովհետև ամեն օր նույն բանն ես անում, թե տանը, թե աշխատանքի վայրում, տանը տան գործեր, բոլորն էլ տան գործեր անում են, ամեն մեկը իր չափով, իր ձևով, այնպես չի, որ ինչ-որ մեկը հավաքել, մաքրել չգիտի, պետքա ցույց տաս։ Դա իմ կարծիքով իհարկե, ես ոչ մեկին ոչ մի բան այնպես չի, ովքեր որ ցույց են տալիս, ես ոչ մի բան չունեմ նրանց դեմ, ես նույնիսկ նայում եմ, բայց ես իմաստ չեմ գտնում նմանատիպ վիդեոներ նկարելու, դրա համար լինում են այսպես պաուզաներ, չնայած որ աշխատանքի հետ կապված էլ է, որովհետև այսպես գնում գալիս ես, այլ ժամանակ չես ունենում ընդհանրապես նկարելու։ Բայց դա երբ որ ինչ-որ մի բան ունենում եմ նկարելու, մեծ հաճույքով ես դա անում եմ, նկարում եմ, ճիշտ է հիմա բաղադրատոմսեր այդպես չեմ նկարում, որովհետև բոլորս սնվում ենք առողջ տանը։ Եվ թխել խմորեղեններ նկարելու համար, եթե թխեմ, բնականաբար նաև օգտվելու ենք, ուտելու ենք։ Դրա համար հիմա այսպես խմորեղեններ, քաղցր, մաղցր ոչ մի բան չեմ պատրաստում, չեմ թխում եւ այդպես բաղադրատոմսեր չեմ նկարում։ Ճիշտն ասած, բաղադրատոմսերը դրանից է տուժում, բայց դե հիմա ինչ արած։ Առողջություն ավելի կարևոր է, քան ուրիշ ինչ-որ մի գործ, դրա համար բաղադրատոմս նույնպես այդպես որպես առաջ ոնց որ նկարում էի խմորեղեններ, քաղցրներ, թխուկներ, տարբեր տեսակի, այդ ամբողջը մենք սիրում ենք, եթե ես պատրաստեմ, հաստատ չի մնալու էլի, եւ այդ ամբողջ ճիշտ սնվելը ընկնելու է ջուրը, դրա համար չեմ պատրաստում, եւ չգիտեմ նույնիսկ երբ կպատրաստեմ, դրա համար գրեք տեսնեմ, ընդհանրապես ինչ եք ուզում, որպեսզի նկարեմ ալիքումս, այսպիսի մոտ լռության, չգիտեմ, լռության այսպես պաուզա կա իմ մոտ, որ չգիտեմ նկարեմ, չնկարեմ, արժի, չարժի, բազմիցս ասել եմ, որ այս ալիքը իմ համար որպես ֆինանսական աղբյուր չի հանդիսանում, ես ընդհանրապես այս ալիքին որպես ֆինանսական անկյունից չեմ նայում,
Եվ դա էլ բերում է նրան, որ այսպես ասած, երբ որ հավես տրամադրություն, այսպես հաճույքով մի բան չի լինում անելու, հետ եմ մղվում։ Չգիտեմ դա ոնց կարգավորեմ, ամենայն դեպս նույնիսկ մտքեր եմ ունենում, որ փակեմ ալիքը վերջնականապես, որովհետև ես սիրում եմ, եթե ինչ-որ մի բան անում եմ, լիարժեք անեմ, այսպես նվիրված, ես այդպիսի մարդ եմ, եթե ինչ-որ մի բան անում եմ, պետք է նվիրվեմ, 100%-անոց պետք է դա լինի 100%-անոց արված, ոչ թե թերի։ Դրա համար հիմա, քանի որ ալիքը 100%-անոց չի, իմ մտածելակերպով, այսպես չգիտեմ, ինձ թվում է, որ աչքաթող արած է, բայց քանի որ ահագին, այսպես իմ ասած, յութուբյան ընտանիքի անդամները նայում են, մեկնաբանում են, հետևում են ինձ թույլ չի տալիս այսպես փակել ու էսեջը յութուբյան ու հեռանալ, բայց նաև թույլ չի տալիս այսպես թերի վարել ալիքը, չգիտեմ հիմա պետք է վերջնականապես այսպես որոշում կայացնեմ, եթե վարում եմ ալիքը, ապա վարեմ, ինչպես որ իմ սիրտն է ուզում 100%-անոց, եթե ոչ, ապա փակեմ, տեսնենք ոնց կլինի, համենայն դեպս հիմա իմ ներսում այդպիսի ցանկություններ կան, որ իմաստ չեմ գտնում, բայց դե միևնույն է, կսպասեմ ձեր արձագանքներին, գրեք տեսնեմ, ցանկանում եք վիդեոներ, որպեսզի նկարեմ, կներեք, վիդեոներ, որպեսզի նկարեմ, ինչ նկարեմ, ինչը ձեզ հետաքրքիր կլինի, շատ հետաքրքիր կլինի, գրեք տեսնեմ, եթե կան այդպիսի նախասիրություններ, նաև եթե ունեք հարցեր ինձ, կարող եք նաև հարցեր գրել, հարց և պատասխան վիդեո նկարենք, միգուցե և այս երևի գարնանայի մի պասիվությունը անցնի մոտիցս, դրա համար կսպասեմ ձեր արձագանքներին, բոլորիցդ հատ շնորհակալ եմ, գրում եք, մեկնաբանում եք, լայքում եք, դա իմ համար շատ մեծ կարևորություն է, որտեղ իմ կողքին եք արդեն երևի 7 տարի, թե 8 տարի, ճիշտ ասած չեմ էլ հիշում, ու այդպես, քանի դեռ գործիքներս ախտանվում է, սֆերայում եմ լվանում, ցույց տամ իմ նոր բնակիչին, այսպիսի գեղեցիկ ձկնիկ, հիմա ապրում է ինձ հետ, այ փախավ, իհարկե սալոնում, կաբինետում է հիմա, այստեղ է կմնա, մեջն էլ 2 հատ խխունջ կա, և խխունջները նույնպես մահացած չեն, այսպես ասած, սա էլ իմ նոր բնակիչը, այսօր կես չեմ տվել, ավելի ճիշտ լվացել եմ այս տարան, իրեն ինձ նվիրել են, հաճախորդս է նվիրել, ինքը գնում էր երկրից երկար ժամանակով և ձկնիկին նայող չկար, դրա համար նվիրեց ինձ, հիմա ես եմ իրան նայում, այս ակվարիումը լվանալու է, լվացեցի, այս քարեր մարել լրիվ լվանալու էր, հանեցի, լվացեցի, հիմա մոռացել եմ տանը, պետք է սպասի մինչև վաղը կերբերեմ, հույս ունենամ չի սատկի, չնայած չգիտեմ նույնիսկ ինչքան կերակրեմ ոնց անեմ, բայց ինձ թվում է չի սատկի, այսպիսի սա բերանն է այսպես, չգիտեմ նույնիսկ ինչ ձուկ անունը, չգիտեմ, ու այդպես, սա էլ իմ նոր բնակիչը, այստեղ գործիքներս եմ ախտահանում, այս սվերայով եմ լվանում, ովքեր որ մաստերներ են իմանան ինչա սվերան, գործիքները
ժանգից երկար ժամանակ օգտագործելուց, բնականաբար սուխաժար դնելուց հանելուց գործիքները իրենց գույնը գցում են եւ մի փոքր խամրում են ու ժանգոտվում նույնիսկ եւ այս նյութը օգնում է իրանց Հիմա սպասում եմ լվանամ, մնաց 2 րոպե։ Լվանամ մաքրեմ, ախտահանեմ եւ գնամ տուն։ Այսօր արդեն աշխատանքս վերջացրի, ժամի 3-ն է։ 3:30 չի։ Վերջացրել եմ, հիմա կգնամ տուն։ Տունն էլ գործ չունեմ անելու, այսօր հանգիստ արդեն։ Հիմա կգնամ եւ կհանգստանամ, չնայած որ մազերս պետք է ներկեմ, այդքան էլ հանգիստ չի, վերջապես ներկեմ, որովհետեւ արդեն ահա որ սպիտակները բացվել է։ Այս գույնի մազի վատն էլ է դա, որ սպիտակում է, ինքը շուտ բացվում է, 2 շաբաթ հետո սպիտակներն ամբողջովին բացվում են, բայց այնքան փորձարկումներ եմ արել, մազերս գունաբացելու, ներկելու, տարբեր գույներ ներկել եմ ու շատ եմ փճացրել մազերս, բայց հիմա իրանք այնքան առողջ վիճակում են, որ արդեն վախենում եմ փորձարկումներ անել, դրա համար ավելի լավ է համակերպել 2 շաբաթ մեկ ներկել։ Եթե կհիշեք, վլոգներում ասել եմ, որ գունավոր շամպուն, մազերը գունավորելու շամպուն կա ներկելու համար, գնեցի, օգտագործեցի, ճիշտ է ինքը ներկում է, մի որոշ ժամանակ մոռանում է, շատ լավ է, բայց մազերիս որակը այդքան էլից դուրս չէր գալիս այդ շամպունից հետո, դրա համար էլ չեմ ուզում գնել, ինձ թվում է այդ շամպունից հետո մազաթափությունս ավելի շատացավ, դրա համար էլ չեմ գնի, դրա ավելի լավ է 2 շաբաթը մեկ ներկեմ, կանց թե մազերս փչացնեմ։ Հենց արդեն 30 վայրկյան, հիմա կվերջացնեմ եւ կգնամ տուն ու կսրճեմ։ Երևի այսօր կվերջացնեմ վլոգս վերջապես, որովհետեւ արդեն իսկ շատ երկար եմ նկարում։ Բայց հիմա երևի գնամ տուն ցույց տամ, ցանել եմ այդ բաները, կտավատի սերմերը, ցույց տամ, թե 4 օրվա ընթացքում ինչքան են մեծացել։ Այնպես որ եթե դեռ չեք ցանել, զատիկը ամսի 5-ին է, կհասցնեք եւ իրենք անպայման կաճեն։ Գնամ տուն չմոռանամ, անպայման ցույց կտամ, այս վիդեոյում կտեսնեք։ Քանի դեռ հիշել եմ, եկել եմ սենյակս, ցույց տամ կտավատի սերմերը, թե ինչքան են աճել 4 օրվա ընթացքում եւ բերեմ ջրեմ, իրենք չվրացել են։ Տեսեք ինչքան բարձրացել են։ Ես հույս ունեի, պետք է սա այսպես իջնի ներքև, բայց ինքը բարձրանում է դեպի վերև։ Հա, երևի փոխեմ արևի կողմը իրեն եւ ինքը իջնի ներքև։ Միգուցե փորձենք այդպես։ Սա տեսեք, ինչքան է աճել, եթե դեռ չեք ցանել, ապա ցանեք, հաստատ կհասցնեք։ Այս սրանք չեմ սիրում, այս վրայինները, որ այսքան երկար մնում է, այս սերմերը։ Բերեմ հիմա ջրեմ եւ երևի եզրափակվենք այսօր։